Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, ես եւ Արտուր Խաչիկյանը նորից շարունակում ենք մեր ոդքասթը, մի որոշ ժամանակ ընդհատվեց, որտեղ ես մի տևական ժամանակ երկրից բացակայում էի, կարծում եմ շատ կարևոր գործերով Արցախի մշակութային ժառանգության մեր ռազմագերիների, բայց հիմա շարունակում ենք, Արտուր, եթե դեմ չես, մեր այսօրվա զրույցը շատ ակտուալ թեմայի ուրեմն անդրադառնանք, որովհետև մենք գիտենք, որ Ռուսաստանում մոտ 2 միլիոն մեր հայրենակիցներ են ապրում, այնտեղ նրանք աշխատում են, պայմանագրեր ունեն եւ այնտեղից մենք գիտենք, թե ինչ հսկայական տրանսֆերներ են գալիս Հայաստան եւ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա վերջի այցից հետո թերևս առաջին անգամ ռուսական կողմը մի կողմ դնելով դիվանագիտական բոլոր այդպես դելիկատ նրբերանգները բաց տեքստով ասեց ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Հայաստանը հայ ժողովրդի հետ, եթե Հայաստանը շարունակի իր այսպես եվրոպական տանգոն, եվրոպական միության հետ, այն եվրոպական միության իդեպ սիրելի հայրենակիցներ ասեմ, որ թե ես, թե Արտուրը մենք իրապես Եվրոպայի մարդ ենք, իրապես շատ գնահատում ենք եվրոպական արժեքները, որոնք իրական են, ոչ թե fake, բայց մենք շատ լավ հասկանում ենք եւ ես հենց հիմա կրկին պատրաստ եմ գրած գալ յուրաքանչյուրի հետ, որ առաջիկա առնվազն 100 տարում Հայաստանը չի դառնալու Եվրոպական միության անդամ, ցավոք այդպես է, դու գիտես Արտուր, որ Եվրոպական միությունը ինքը այլևս խնդիրներ ունի իր բալաստ երկրների հետ, ինչպես Մերձբալթյան երկրներն են, ինչպես Բուլղարիան է, ինչպես նաև Հունաստանն է, որը անընդհատ ուրեմն հսկայական գումարներ է տանում ԵՄ-ից, եւ նույն ԵՄ պաշտոնյաներն են մշտապես բարձրաձայնում, որ տեսանելի տասնամյակներում որևէ նոր անդամ ԵՄ-ն չի ունենալու, ավելին նաև խնդիր է դրված մյուս անդամների հետ կապված, հիմա բայց Արտուր, երևի դու շարունակես թեման, պարզապես մեր հայրենակիցների մարդկային պարզ լեզվով բացատրենք, որ իդեպ նաև մի դիտարկում այլ անեմ, որ արդեն իսկ առաջի ուրեմն սանկցիան Ռուսաստանը կիրառեց, 3 ուրեմն զրկվեց լիցենզիայից Ռուսաստանի ալկոհոլի խմիչքների տեսչությունը վդրուկ, բայց դա վդրուկ չէր, ուրեմն զրկել է լիցենզիայից Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանին, այն գործարանին, որի արտադրանքի ինչ ասեմ, առյուծի բաժինը արտահանվում է Ռուսաստան եւ նոր Ռուսաստանը որոշել է, որ այնտեղ խաղողի սպիրտը, որը կոնյակի հիմքում է ընկած, իրականում խաղողից չի արտադրվում, հասկանալի է, չէ, որ դա 30 տարի իրենք գիտեին, բայց աչք էին փակում, ինչու շարունակիր։ Նայրա ջան, ես քեզ հարց ունեմ տալու, օրինակ դու շատ եւ շատ անգամ գնում գալիս ես Եվրոպա։ Եվրոպայում որևէ պաշտոնյա քեզ երբևիցե ասել է, որ Հայաստանին սպասում են Եվրոպայում, Հայաստանը դառնելու է Եվրոմիության անդամ։ Որևէ պաշտոնյա, որևէ տեղ, որևէ ժամանակ դա ասել է։ Արտուր ջան, ոչ միայն չեն ասել, այլ նաեւ հստակ ասվել է, որ այդ որ ձեր ազգային ժողովը ինչ-որ նախագիծ է ընդունել ԵՄ-ին անդամակցելու, մեր վրա որևէ պարտավորություն չդնեք, դա բացարձակապես ձեր, այսպես ասենք, ղևն է, ձեր երազանքն է, դա մեզ հետ որևէ կապ չունի եւ ավելին բազմաթիվ պաշտոնյաներ հենց ինձ են ասել, որ դուք հասկանում եք, չէ, որ Եվրոպական միությունը չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Իհարկե մենք պարզեցինք, որ մեր անվտանգության երաշխավորը մեզ կացնահարող ուրեմն Ադրբեջանն է, բայց այո, դա ուղղակի հնարավոր չէ։ Ես նաև, քանի որ ինքս որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ երկար տարիներ զբաղվել եմ նաև այն ստանդարտներով, նաև գյուղմթերքների, նաև խմիչքի, որին պիտի համապատասխանի մեր արտադրանքը եվրոպական շուկա գնալու համար, նույնիսկ եթե ընդունենք, որ ինչ-որ մեկը մի հատ բոլտ է վարձում, իր կոնյակը եւ գինին որոշում է տանել եվրոպական շուկա եւ այնտեղ ինքնարժեքը դնել 100 եվրո, որտեղ այդքան ծախսերի դեպքում դա 100 եվրոից մեկ շիշը պակաս չի պիտի վաճառվի, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ ասեմ, նույնիսկ Եվրոպական միության դարպասներին չի կարող մոտենալ Հայաստանում արտադրված որևէ խմիչք, գյուղատնտեսական որևէ ապրանք։
Նայրա ջան, դու Եվրոպայում շատ անգամ մտնում ես խանութներ։ Ես էլ եմ շատ անգամ խանութներ Այո, մտնում։ Իդեպ ասեմ, եւ քո համար եւ իմ համար արևմուտքը մեզ շատ մտերիմ, շատ մոտիկ աշխարհ է եւ ոչ թե մեր այո, ստամոքսի, աղիքների եւ գրպանների պատճառով, այլ որովհետեւ մենք հոգով շատ մոտ ենք եվրոպական ստանդարտների, եվրոպական արժե արժեքների, համակարգին, չնայած Եվրոպան ինքն է դա մոռացել, ինչպես մենք հիմա տեսնում ենք։ Հիմա դու շատ անգամ մտնում ես, օրինակ Ֆրանսիայում Monoprix մտած կաս, չէ՞։ այո, Այնտեղ տարբեր ուրիշ խանութներ կան, չգիտեմ, Քարֆուր, City, Խանխիկ, այդ բոլորը, այո, Օշան, այո։ Դու որևէ խանութում, որևէ դարակի վրա տեսել ես վրացական գինի։ ես չեմ տեսել, չէ։ Վրաստանը քանի տարի է արդեն այդ process-ով գնում է Եվրոպայի մաս դառնալ եւ տեխնազո է, մի քանի 2009 տարի։ թվականից արդեն Վրաստանը ավելին 1987 թվականից Թուրքիան, այո։ կայացրել 38 տարի, բայց ես թուրքական որևէ խմիչք եւս, այ որ ասեցի, հիմա փորձեցի վերհիշել, չեմ տեսել, բայց նաեւ Արտուր ջան, դրան գումար ենք, հա, դու ես երևի վերցնում ֆրանսիական, իտալական, իսպանական գինիները նայում ես, տեսնում ես, որ լավագույն գինիները, նու ամենալ, ասենք ես սիրում եմ, ասենք Ալզասյան Գևուրցտխամիներ կամ ֆրանսիական Սենտ-Էմիլիո, ասենք նրանք լավ թող ամենաթանկը լինի 20, 25, 20, չեմ խոսում են ամենաբարձրակարգ հոտ-կուտյուրների մասին, հիմա պատկերացնում ես, այստեղից արտահանվի գինի, նախ չի կարող որակը չի բռնելու, բայց եթե անգամ որակը բռնեց, նա պիտի վաճառվի առնվազն 200 եվրոյով, որ կարողանա այստեղից արտահանող այդ ինքնաթիռներով տանել, պարզա չէ, չեն առնելու։ Եվ եթե մեր գինին կոնյակը, իդեպ կոնյակ նրանք թույլ չեն տա, որ մենք դա անվանենք, կոնյակը դա քաղաք է Ֆրանսիայում, որտեղ ես եղել եմ մի քանի անգամ։ Ասենք անունը դնեն հայկական բրենդի։ Եթե այդ հայկական բրենդին դրվի այդ դարակների վրա, դա նշանակում է, որ այն մարդը, որը մեր գինին կգնի, ֆրանսիականը չի գնի, այսինքն ֆրանսիացիները կորուստ են տալու, չէ՞, տակ են տալու։ Դու Եվրոպայում եղել ես, երբ որ այնտեղ բողոքներին ուկրաինական արտադրանքի ներմուծման դեմ, ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը։ Դու հիշում ես ինչ էր կատարվում։ Ես շատ լավ հիշում եմ, կարող եմ պատմել։ Դա պատմել։ եմ հիշում, դա ահավոր էր, այլև ես այդ պահին Բարսելոնայում էի, Ես էլ։ իսպանացի ֆերմերները բողոքում էին, որ Մաղոքից եւ այլ աֆրիկյան երկրներից այդ մրգերը նարինջ եւ այլն ներմուծվում էր եւ իսպանականը չէր արտադրվում եւ պատկերացնում ես, չէ, չգիտեմ, հսկայական կամազներով ամբողջ նարինջը եւ բան թափել էին կառավարության դիմաց։ Ես էլ էի Բարսելոնայում, ես էլ էի տեսել, տրակտորներ էին գնում, Բարսելոնայի երկայնքով տրակտորներ էին գնում։ Իսկ Ֆրանսիայում ջարդում էին ռեստորանները։ Հիշում ես, մտնում էին եւ թրիկ էին բանանում, թափում ռեստորանների Ես դա մեջ։ տեսել եմ Ստրասբուրգում։ Այո, ես չեմ։ Իմ աչքի առաջ ջարդեցին Կլեբեր փողոցի վրայի մի քանի խոշոր ռեստորանների ապակիները։ Ապրես։ Այսինքն, եթե նրանք ուկրաինացիների արտադրանքը թույլ չեն տալիս, որ մտնի եվրոպական շուկա, մերը ինչու պետքա թույլ տան։ Դու ո՞նց ես կարծում։ Արտուր ջան, բացի դրանից, քանի որ ես որպես հանձնաժողովի նախագահ զբաղվել եմ, ուրեմն մեկ ստանդարտացման էքսպերտիզա անցկացնելու գինը, դիցուք դու արտադրում ես հայկական գինի եւ Եվրոպական միությունը ասում է օքեյ, դու պիտի անցնես այդ ստանդարտացման չափորոշիչը, տեսնեմ համապատասխանում է թե ոչ։ Արժե մեկ ստանդարտացման մեկ ապրանքատեսակի ստանդարտացման գինը 50,000 եվրո է։ Դե դու պատկերացրու, կազմակերպությունները ԵՄ, որ գալու են այդ ստանդարտացման սերտիֆիկատը տալու են 50,000 եվրո, այսինքն մենք խոսում ենք մի բանի մասին, որը հնարավոր չէ, մենք չենք կարող օդով, ինքնաթիռով, ես չգիտեմ, բեռնատար ինքնաթիռներով, օրինակ ծիրան, ինչի եմ ասում ծիրան, որովհետև այսօր եմ վերադարձել Արմավիրի մարզից, զրուցում էի մեր հիմա կարծում եմ կլսեն մեր շատ սիրելի հայրենակիցների հետ, որոնք իրենց տները գրավադրել են, ուրեմն ամբողջ հազարավոր հեկտարներով ծիրանը մեկ ամսից կլինի եւ այդ ծիրանն է, որ պիտի լարսով գնա Ռուսաստան։ Եվ եթե այդ ծիրանը փդի, այդ մարդկանց հետ ի՞նչ է լինելու։
Այդ մարդիկ իրանց տներն են ուղակի կորցնելու, որովհետև այդպես, ինչ ասեմ, գյուղերով ամբողջ տները գրավադրված է, նաև դա վերաբերում է իդեպ ջերմոցներին, որովհետև այդ ջերմոցների ծաղիկները հոլանդական, հա, դե դուք պատկերացրեք, այդ ինչքան գումար է ներդրված այդ ջերմոցների վրա, էլի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, բայց այս տեմպերով, այս Պրոշյանի կոնյակի գործարանի սիգնալը ինձ հուշում է, որ շատ նրբորեն առաջիկայում, օրինակ մեր ծիրանի մեջ ինչ որ ոչ թույլատրված ինչ-որ բան կտեսնեն։ Նույնը Հայաստանից արտահանվող ծաղիկների մեջ ես չեմ չարախնդում։ Ես եւ դու պարզապես ասում ենք ինչա սպասվում, եթե օրինակ գազը, ինչպես հիշեցրեց Օվերչուկը, Ռուսաստանի փոխվարչապետ, Հայաստանի հետ սահմանին, մենք սահմանին գազը գնում ենք 177.4 դոլարով, Օվերչուկը հիշեցրեց, որ մենք Եվրոպային վաճառում ենք 600 դոլարով, իսկ եվրոպական էներգետիկ կրիզիսի մասին ինչա կատարվում հիմա, կարծում եմ դուք խոսես։ Նավթի գները եւ գազի գները 60% բարձրացել են եւ շարունակելու են բարձրանալ։ Դե հիմա ինչ որ ժամանակավոր դադար կլինի, որովհետեւ Պարոն Տրամպը որոշեց առայժմ միջուկային զենք չօգտագործել։ Ցիվիլիզացիան չոչնչացնել երկու շաբաթ։ Այո, բայց այնուամենայնիվ վառելիքի պակաս կա Եվրոպայում, Աստված գիտի ինչ է լինելու Միջին Արևելքում, ամբողջ աշխարհը հիմա դիմում է Ռուսաստանին, ռուսական գազ եւ նավթ գնելու համար, որպիսի ամորտիզացնի, այսինքն այս կրիզիսից դուրս գա, ճգնաժամից դուրս գա, նրանք Ռուսաստանի հետ են պայմանավորվում։ Մենք անում ենք ճիշտ հակառակը, մենք կռվում ենք ռուսների հետ եւ զրկվում ենք իրենց գազից եւ նավթից, բայց ելի եմ ասում, Նայրա ջան, վերջում ես ելի կասեմ, եթե սա եք ուզում, արեք, ես կողմ եմ, վերջապես 8 տարի դուք սրա մասին խոսում եք, 8 տարի դուք այդ կիսախելագար դերասաններին բերում եք ձեր մոտ, որոնք մեզ բանեն համոզում են, որ վաղը Ֆրանսիայից ֆրանսիական բանակը կգա մեզ կօգնի, ամերիկացիները կգան մեզ կօգնեն, հələ նայեք ինչա կատարվում Կատարում, Օմանում, Բախրեյնում, Քուվեյթում, նայեք ու հիմա հասկացեք մեզ ոնց էին օգնելու։ Եթե դուք շարունակում եք դա կարծել, ես կողմ եմ, ես կարծում եմ դու էլ կմիանաս։ Դուրս եկեք ԵԱՏՄ-ից։ Վերջապես ցույց տվեք, որ դուք տղամարդ եք, ցույց տվեք, որ ձեր խոսքը մի կոպեկի արժեք ունի։ Ես կողմ եմ, ես միանում եմ։ Անմիջապես դուրս եկեք, հենց այս շաբաթ էլ հայտարարեք, որ դուք ուզում եք դուրս գաք, Եվրոպայից բերեք Եվրոպայից օգնություն, ֆինանսական օգնություն, թող Եվրոպան բացի իր շուկաները մեզ համար եւ մեր անվտանգությունը ապահովի։ Եթե դուք դա եք ուզում, անպայման արեք, ես կողմ եմ։ Մենք ես ու դու շատ լավ հետևանքները տեսնում ենք եւ մեր ժողովուրդը իմ կարծիքով հետևանքները տեսնում է։ Բայց սա գիտես ինչ իրավիճակ է, երբ որ մարդը թմրանյութ է ընդունում եւ իրան ամբողջ ընտանիքը ասում է՝ մի արա, կյանքդ կործանում ես։ Նա երբեք չի լսում։ Նա պետքա գնա, ինչպես ամերիկացիները ասում են rock bottom, այսինքն խփի բան, ամենախորքային կետին իր գլուխը պետքա կկպնի։ Պետքա ամենացածր կետին հասնի, փողոցում քնի, տեսնի, որ այլևս ուտելու բան չունի, ընկեր չունի, փող չունի, գողություն անի իր հերթական դոզան ստանալու համար։ Այո, եւ դրանից հետո փոքր շանս կա, որ նա կհասկանա, թե ինչի նա իրան հասցրեց։ Իմ կարծիքով մեր հասարակությունը այս վիճակում է, այս նարկոտիկը եվրոպական մենք պետք է ընդունենք, խնդրում եմ, եկեք ծակվենք, բոլորս ծակվենք, վերցրեք, դա ընդունեք, դուրս եկեք ԵԱՏՄ-ից, վաղը թող Եվրոպայից գան, հեսա շուտով գալու են, չէ՞, իրանց Եվրոդեսանտը գալու։ Մայիսի 4-ին, այո։ Այն շատ լավ, մայիսի 4-ին խնդրեք իրանց, պարոնայք, տիկնայք, մենք ձեր ասածը արեցինք, դուրս եկանք ԵԱՏՄ-ից հապկից։ Հիմա դուք մեզ տրամադրեք, խնդրում եմ, ձեր շուկայի մի մասը, որպեսզի մենք կարողանանք վաճառել մեր արտադրանքը ձեր մոտ, մեզ տրամադրեք անվտանգության երաշխիքներ, որ եթե վաղը Ադրբեջանը ուզենա Սյունիք մտնի, դուք մեզ ինչ որ ձևով կպաշտպանեք։ Ես շատ կուզենայի լսել այդ հարցի պատասխանը եւ մեր այդ 100,000-ավոր մարդիկ, ովքեր աշխատում են Ռուսաստանում, իրենց աշխատանքի իրավունք տվեք Եվրոպայում, որ այդ 5 միլիարդ դոլարը, որը գալիս է Ռուսաստանից, գա Եվրոպայից։ Դու Եվրոպան շատ լավ գիտես։ Պատկերացրա վաղը ես ու դու Բրյուսելում գնում ենք աշխատանք բան գալու։ Գնում ենք, ասենք ինչ որ բան, ընկերություն մտնում ենք, ասում ենք մենք աշխատանք ենք ուզում։ Մեզանից ինչ են ուզելու սկզբից։ Բնականաբար համապատասխանություն, մասնագիտական դիպլոմներ, իհարկե, ինչպիտի։ Եվ երկրորդը աշխատանքի իրավունք։ Նայրա ջան, աշխատանքի իրավունք չեն խնդրելու։ Իհարկե, առաջի հերթին։ Դրանք չեն ասի, դուք ինչ իրավունք ունեք Եվրոպայում աշխատել։ Ձեզով է տվել աշխատանքային իրավունք։ Բայց Արտուր ջան, եթե մեր քաղաքացիները, ես միանում եմ պարոն Խաչիկյանի կոչին եւ հորդորում եմ հենց այսօր, հենց վաղը
տղա եք, նորից եմ ասում, Այո։ սպառնում եք, Ալեն Սիմոնյանը ասում էր